Հայաստանի փորձագիտական դաշտում շատերը Ռուսաստանի հասցեին ամենափափուկ քննադատությանը նույնիսկ հակադարձում են, իսկ Արևմուտքն ինչու Արցախի համար ոչինչ չարեց։ Այո, Արևմուտքը Լեռնային Ղարաբաղի համար ոչինչ չի արել, գուցե նույնիսկ անուղղակիորեն նպաստել է, որ Ալիևը իրականություն դարձնի իր մարդատիած ծրագիրը։ Բայց մի պարզ իրողություն կա. Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ տեղակայելու հրամանագիրը ոչ Բայդենն է ստորագրել, ոչ էլ Մակրոնը, այլ Պուտինը։ Այդ պահից Պուտինը, որպես Ռուսաստանի առաջնորդ եւ գերագույն գլխավոր հրամանատար, իրավական պարտավորություն վերցրեց պահելու զինադադարը եւ պաշտպանելու Արցախի հայերին։ Նրան վստահել էին Արցախի հայերը, Հայաստանը, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան։ Եթե այդտեղ լիներ միջազգային խաղաղապահ ուժ եւ նրա աչքի առաջ Ադրբեջանը մեկ օրում ահաբեկչական պատերազմ սկսեր ու կատարեր էթնիկ զտում, այսօր կպահանջեինք պատասխան հենց այդ երկրներից։ Հիմա նույնը պարտավոր ենք անել Ռուսաստանի նկատմամբ, որտեղ ամեն ինչ կատարվեց ռուսական զորախմբի աչքի առաջ, նրա լուռ համաձայնությամբ եւ մասնակցությամբ։ Սա նշանակում է Ռուսաստանը չի կատարել իր ստանձնած պարտավորությունը եւ Հայաստանի համար այլևս վստահելի պայմանագրունակ գործընկեր չէ անվտանգության հարցերում։ Ինչու Պուտինը այդպես վարվեց։ Ինչ է պայմանավորվել Ալիևի ու Էրդողանի հետ, առանձին վերլուծության հարց է, բայց փաստը մնում է փաստ։ Ունենք դավաճանված վստահություն։ Հենց այդ փորձն է, որ մեզ պարտադրում է Ռուսաստանի երաշխիքներին, որևէ տեսակի երաշխիքներին, նայել առավել զգուշավորությամբ եւ ապագան կառուցել իրական, ոչ թե գրավոր երաշխիքների վրա։